չեմ լսել Տեսնես ես ով է առավոտ կանող։ Լիդա Դավթյան, 55 տարեկան, աշխատում է խանութում որպես վաճառողուհի, ունի մեկ որդի։ Լավ պետք է լինի։ Հարևանուհիները տնալի կոֆեի ծրկերուհիները։ Կարելի է նա Նորիկ Դավթյան, 27 տարեկան, մականունը Ջոն։ Լիդայի որդին է, չի աշխատում։ բեներն այլով պետք է բացի տեսել։ Բարև Մորքուր ջան։ Այր տղա ջան։ Մորքուր ջան, Ջոնը ստեղ ապրում։ Ինչ ջան այդ տղա։ Մորքուր ջան, որ ասեմ այդ Ջոնը կհավատաս։ Ցենց կոլոտ մոլոտ ծեր մունդար, մարդա չնման, մարդա չհավան տղա է։ Գանգուր մազերով, իսկական անունն էլ Նորիկ է։ Հասկացա, ներսարի տղա ջան, ներսարի։ Անցի։ Ի։ Արյա, վայ քո ցավը տանեմ, Ora aşkiri şem abatım ora. Oram canlara ոնց ես մեղեմ քեզ։ Լավ ցավը տա։ Ես Ես գտա էլի։ Հա, ազատվել ես։ Հա, ազատվել եմ։ Արամ Նիկոյան, 27 տարեկան, 5 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել եւ վերադարձել է հասարակություն։ Նորիկի հետ ծանոթացել եւ մտերմացել են ուղիչ աշխատանքային գաղութում, ամուսնացած չէ։ Ох, մեռնեմ քեզ։ Մամ ջան, ընկերս է։ Դե գիտես, որտեղից ներության տեղի ընկերս է, իրար հետ գիտես ինչ օրեր ենք անցկացրել։ Անունը Սարամ է, Մորքուր ջան։ Շատ ուրախ եմ տղա ջան, շատ ուրախ եմ։ Ինչպես հասկացա նորից, հա, ազատվել բանդից։ Հա, երկու օր առաջ։ Հա, դե լավ է որ ազատության մեջ ես։ Աստված տա, որ ծնողներդ էլ երբեք չտխրեն։ Նստեք դուք, նստեք։ Մամ ջան, մի կտոր մի բան դիր էլի։ Հասկացա, դուք նստեք մի քիչ Մի բան ուտենք իրար հետ, մի բաժակ բան ասեմ աղբորս հետ։ Ոնց ես Արամ ջան։ Լավ եմ ցավը տանեմ։ Դե լասա։ Ասել տնամ ինչ ես անում, աշխատանք գտել ես թե պարապ, սարա փրփրում ես։ Այ, աղբեր ինչ աշխատանք է։ Ես ուր աշխատանքն ուր, թոփ տրակտորներն աշխատել вообще։ Ինչի՞։ Ներս ասում ես գնալու եմ աշխատելու եմ, ինչի՞ ես աշխատում։ Ասում եմ, Արամ ջան, ուր գնում եմ չէ։ Հենց իմանում եմ նստած ելած եմ գործ չեմ տալի։ Բա։ Այդ լավ չի։ Այդ լավ չի։ Լավ սախեջ լսի։ Չես չիմացար ինչ եղավ լավ։ Ինչ է։ Հորս մասին որ քեզ պատմում էի, հա։ Գտել եմ հորս։ Երես ողջ է, պատկերացնում ես դու։ Ոնց։ Հենց այդպես։ Լսի դու ասում ես որ հերդ մահացել է։ Հա, տենց էի ասում, մերս ասում են որ ես ծնվել եմ, հերս մահացել է, բայց հիմա ճշտել եմ որ ողջ է։ Ոյիկ չի ողջ է, մտել միլիոնատեր է, դա հասկանում ես դու։ Չէ, հա։ Հա։ Այդ 100% անոցը 1000% տատս ասել։ Բա ինչ ես որոշի անես։ Դե ինչ պետք է անեմ։ Ուզում կամաց հետը մոտիկություն ստեղծեմ, ծանոթություն բաներ, բարի դրացիական կապեր։ Ապա ինչ։ Ճիշտ էլ որոշել ես։ Մի հատ գնա տես ով է, ինչ է, ինչ ունի, ինչ չունի։ Հա։ Կոփայը որն է, կոփային տերեղի։ Հաստատ ապեր։ Կամաց այդ ուղղությամբ կաշխատեմ, այսքան օր ուզում եմ միանգամից գնամ տեղը բան գիտեմ, էլ ամեն ինչ գնամ ծանոթանամ։ Բայց այդքան էլ դժվար չի լինի, բայց ամեն ինչ անելու եմ, Արամ ջան։ Հա, բա ասում ես հերդ ով է։ Ապեր։ Հայտնի գործեր արա։ Էդուարդ Սարոխանյան, այդ անունը քեզ ինչ-որ բան ասում, հա։ Չէ։ Լավ չի որ չի ասում։ Լավ հետո կասի։ Լավ։ Մամ։ Հա, Ինչ եղավ։ հիմա կբերեմ։ Հա, դե շուտ արա, սոված մեռանք, այ մամ ջան։ Հետո ինչ կա, ապեր։ Ոչ մի բան։ Ոչ մի լավ բան։ Ոնց գիտես տենց է։ Ախպերս։ Դու ես էլ շեշ։ Ես ինչ ավիճակը տայ Արամ ջան։ Ես ինչ օրն ես ընկել այ ախպեր։ Ասի ինձ ինչա պետք։ Դու քեզ ոչ մի բան էլ պետք չի, ինչը պետք է փրկի մարս։
Երրորդ օրինն մարզ եմ անում, ամոթը, ամոթ։ Լավ, համաձայն եմ, Մարս։ Այդ ինձ է։ Էլ ես խաղալու։ Լսի, բա երբ ես որոշել, երբ ես գնալու հորդ տենալու։ Ապր դե, ես երկու օր էլի, մի բան կանեմ, կգնամ մոտ էլի։ Ինչի է։ Ես մտածում ասում գրած մոտը, կարող մի բան էլ հարմար իմ համար լինի, կանչի մոտը աշխատենք։ Դու այդ ցավը տանեմ, որ իմ համար լավ եղավ, քո համար էլ էլի լավ լինելու, սպասել աղբերը, սաղի մտածածը որ եղավ, չէ, քեզ մի հատ մեզ գործի դասամորեմ։ Աստված սավ քո ասածն լինի։ Լսի, բախի չես ուզում մերդ իմանա, որ հորդ հետ կապեր ես ուզում ստեղծես։ Ապեր ես չի որ չեմ ուզում իմանա, ուղղակի չեմ ուզում, որ հիմա իմանա։ Պարզը։ Լավ, վաղ ինչ ես անում։ Ինչի համար։ Դե ձեռս մի երկու կոպեկ փող ա ընկել։ Գնանք յարմարկա, ինձ մի երկու շոր առնենք։ Հետը սարի թե չեմ մենակ գնացողը չեմ։ Հայ ախպեր դու պրոբլեմ չունես, ինձ տեղեր գիտեմ տանեմ, որտես գլուխ սև հագցնեմ հելնենք։ Ավելի լավ։ Խաղը, տներս բան չհասկան էլի։ Դե ուրեմն պայմանավորվեցինք, վաղը գնում ենք։ Լիդային էլ ոչ մի բան, անգարց։ Դե դիմացի, այս մեկը դիմացի։ Չես կարա։ Նայ։ Կցի, չես եմ տալիս։ Այս պանջ։ Հիշում ես չէ, դու էլ կցել։ Դաշտի մեջ աղա։ Ես նորոն ինչ եղավ է։ Լավ։ Մի հատ գնամ իրանց տուն։ Բարև Մորգուր ջան։ Արինես Արամ ջան, բարև, հազար։ Մորգուր ջան, նորից տեղյակ չես, պայմանավորված էինք, սպասեցի չեկավ։ Վայ, դու չես պատկերացնում, թե ընկերոջդ գլխին ինչ օին է եկել։ Ինչ է անում։ Ներս գնա, իմանաս։ Նորո ջան, ես ինչ է եղել։ Բա։ Այ ախպեր, մոտդ գալուց, ես աստիճանների վրա սոտ տվեց արաս, կարզնորսյա ուպալ, աչնորսյա գիպս, տես վիճակս, Լավ չի, փորձանք էլի։ Հա, պատկերացնում ես տարանք հիվանդանոց։ Ասեցին կոտրվածք է, 3-4 ամիս պիտի պարկի, որ ապա քնվի, են էլ անշարժ։ Բարամ ջան, 3 ամիս ապեր բերանավես ասում, սս պտի պարկեմ, որ ես գիպսի մեջ 3 ամիս։ Լավ ախպեր ջան, շատ մի նեղվի, քեզ պինդ պահի։ Մորգուր ջան, ես ինչով կարամ օգտակար լինեմ։ Եթե ուզում ես օգտակար լինել, Արամ ջան, խնդրում եմ էլի, մի որոշ ժամանակ նստի նորոյիս մոտ, գնամ աշխատանքի տեղը, զգուշացնեմ, որ մի քանի օր չեմ գնալու, ու շուտ հետ կգամ։ Հա, Մորգուր ջան, պրոբլեմ չկա, գնա։ Դե լստի դուք զրուցեք, ես շուտ կգամ։ Հա, ցավը տանեմ։ Բայց ցավը տանեմ, ես չես եղել։ Վաղտ գտար։ Ասա, ես սաղ հեճրը ջանդամ էտ ոտեն, պլաններս խաղթվեց արա։ Լավ, ոչինչ, հետո կգնաս էլի։ Սենց էլ բան կլինի, առավոտից դարսերն եմ, ոչ մի գործ չեմ կարում գտնեմ, Ջոնը էլ ընդեղ վաղտ գտավ ոտը ջարդելու, ես էլ ասում էի, հեսա հորը կգտնի, հերն էլ մեզ կարգին գործի կդնի, բախտի տերը թաղեմ, իսկ եթե ես, բայց վատ միտք չի, կարևորը, որ ես բոլոր տվյալները ունեմ, ու լրիվ մանրամասները գիտեմ,
Ասա Ալվինը։ Ով։ Ինչ է ասում։ Պայմանավորված ենք։ Կարևոր գործունի հետ ես։ Բայց չի ասում ով է։ Լավ, թողնես գա, տեսնենք ով է ինչ է ուզում։ Հա։ Էդուարդ Սարուխանյան, 57 տարեկան, խոշոր գործարար է, ամուսնացած է, ունի 3 աղջիկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում եմ, ինչ ասում։ Անձնական։ Այսինքն, ավելի բարձ չես կարող խոսել, ու մի փոքր արագ, ես ժամանակ չունեմ, զբաղված եմ։ Լավ։ Ուրեմն սենց ասեմ։ Ես եկել եմ, որ քեզ ասեմ, որ դու իմ հերն ես։ Ինչ ես խոսում, այ երիտասարդ։ Ինչ ես խոսում։ Ավելի պարզ ասեմ, դուք Լիդա անունով կին ճանաչում եք, դուք շփվել եք իր հետ սրանից 28 տարի առաջ, մինչև ձեր ամուսնանալը։ Լիդա։ Ինչ Լիդա։ Մենակ չասեք, որ չեք ճանաչում, չեմ հավատա։ Ես ամեն ինչ մանրամասնորեն ճշտել եմ։ Ես լավ գիտեմ, որ դուք իմ մորս լավ ճանաչել եք։ Դա։ Հա, ենթադրենք ճանաչել եմ, բայց դա չի նշանակում, որ դու իմ որդին ես։ Եվ եթե եկել ես այդ տեսակ հիմար հարցերով, ուրեմն Ազատի սենյակը, ես զբաղված եմ, ժամանակ չունեմ։ Գնա։ Լավ, սենց ասեմ, մերս մահանալուց առաջ ինձ կանչեց, նստացրեց ու ամեն ինչ պատմեց, մանրամասնորեն։ Ու ասեց, որ ես ձեր տղան եմ, այդքան բան։ Սպասի, ոնց։ Լիդան մահացել է։ Հա, մահացել է։ Իսկ դա երբ է պատահել։ Դե մի քանի ամիս առաջ։ Լավ։ Աղա ջան, կներես չգիտեի, ցավակցում եմ։ Շնորհակալ եմ։ Հա, նստի, չես կանգնել, նստի, խոսենք, տեսնենք ինչից հետո է։ Դες արդեն ասեցի, որ մերս մահանալուց առաջ ամեն ինչ պատմել է։ Ես չեմ իմացել ձեր գոյության մասին։ Ես միշտ իմացել եմ, որ իմ հերս մահացել է։ Ինձ մերսը տենց էր ասել։ Բայց մահանալուց առաջ ամեն ինչ պատմեց։ Ու ես իմացա, որ դուք հղի վիճակում մորս թողել եք ու հեռացել եք տնից։ Ու չեք հետաքրքրվել իմ ճակատագրով։ Հա, չեք հետաքրքրվել։ Դու, աղա ջան, ինձ լրիվանը գալի բերեցիր։ Հա, ես, որ անկեղծ ասեմ, ես Լիդային ճանաչել եմ երիտասարդ ժամանակ, սիրել ենք միմյանց, բայց դե աղա ջան հասկանում ես, իլի կյանք է, էլի։ Անեն ստացվեց, որ ես ուրիշ հետ ամուսնացա։ Գիտեմ, ձեր ծնողները թույլ չեն տվել, որ մորս հետ ամուսնանաք։ Ձեր ծնողները ձեզ համար հարուստ հարսնացու են գտել։ Ճիշտ եմ, չէ՞։ Եթե ինչ-որ մի բան սխալվում եմ, ասեք։ Չէ, ամենի ճիշտ է, ամենի նորմալ է։ Դե ջահել եմ եղել, աղա ջան, հասկանում ես, ջահել եմ եղել։ Չեմ գիտակցել, որ ես դրանով Լիդային ցավ եմ պատճառում։ Բայց մի բան էլ ասեմ, մայրս խոսել է Լիդայի հետ։ Ահա, Լիդան էլ ասել է, որ ինքը պատրաստվում է դադարեցնել հղիությունը։ Սպասի, փաստորեն Լիդան Հասկանալի է, ես էլ ձեզ եմ հասկանում։ Դե իմացել եք, որ հղիությունը դադարեցրել է, դրա համար էլ ինձանով չեք հետաքրքրվել, բայց ինչպես տեսնում եք, արդյունքը տղա ունեք։ Այսենց։ Մերս հպարտ կին է եղել։
Դրա համար էլ թաքցրել է։ Չի ասել ձեզ, որ այդ երեխային լույս աշխարհ է բերում։ Միգուցե ճիշտ ես ասում։ Լավ զավակ ջան, լավ։ Ինչ որ եղել է։ Այդ ամենը արդեն անցյալում է, եթե չես բերի, սխալները չես ուղի։ Արի այսպես անենք։ Ես քեզ հայրություն չեմ արել, բայց խոստանում եմ։ Ես քեզ հետ ընկերություն կանեմ։ Լավ ընկերություն, եթե իհարկե դու ուզում ես։ Ուզում եմ։ Դրա համար էլ եկել եմ հասել եմ այստեղ։ Հայրիկ ջան։ Ուզում եմ, ոնց չեմ ուզում։ Եթե Աստված իր միակ որդուն ուղարկեց աշխարհ մեր մեղքերը ներելու համար, ես ով եմ սովորական մահկանացուս, որ քեզ չներեմ։ Իդան կարգին որդիա դա սիրակել, դու ձերք սաղը տանել տղաչան, ընկերենք, աղբերս, ընկերենք, նստի, պատմի տեսնեմ, ինչ ես աղ, ինչով ես բաղված, ինչ գործեր ունես, եթե գործ… Արամը լսելով Նորիկի հոր գոյության մասին, այդ իսկ օրվանից սրտի թրթիրով սպասում էր Նորիկի հետագա քայլերին, քանի որ ընկերը նրան խոստումներ էր տվել։ Բայց Նորիկի անսպասելի վնասվածքը Արամին շատ է հուսահատեցնում, եւ այլևս չհամբերելով եւ չկարողանալով սպասել ընկերոջ ապաքինվելուն, ինչպես նաեւ մանրամասն տեղեկացված լինելով Նորիկի պատմությանը, Արամը որոշում է խորամանկ քայլի դիմել եւ ինքը ընկերոջ փոխարեն ներկայանալ սպասված հայրիկին։ Էդուարդը ընդունում է Արամին, ապահովում նրան աշխատանքով եւ փորձում օգտակար լինել յուրաքանչյուր հարցում։ Կարճ ժամանակահատվածում նրանք մտերմանում են։ Արամը հայտնվում է երանելի վիճակում, սակայն գիտակցում, որ այս հաջողությունը կարող է շատ կարճ տևել եւ վախենալով կորցնել այն, ամեն կերպ փորձում է Նորիկին ետ պահել հորը գտնելու գաղափարից։